Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, թվային հարթակներում եւս կարող եք դիտել մեր բոլոր հաղորդումները։ Այս պահին մենք թարմ ուղեղով զրույցն ենք սկսում, մեր տաղավարում Ռոբերտ Սարգսյանն է, Դոկուս ընկերության համահիմնադիրը եւ տնօրենը, ողջույն Ռոբերտ ջան։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերելու համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք, կարևոր առիթով ենք այստեղ, հետաքրքիր եւ բովանդակալից հարցեր ենք քննարկելու, բայց մինչեւ այդ հարցերին անդրադառնալը եւ լսողների դիտողների համար բացահայտելը, թե ինչ առիթ է դա, կուզեմ, որ դուք մեզ պատմեք ձեր ստարտափի մասին, որպեսզի այն մարդիկ, ովքեր գուցե առաջին անգամ են լսում, գուցե ինչ որ չափով ինֆորմացված չեն, ավելի տեղյակ լինեն, հետո նոր անցնենք բուն թեմային։ Շատ լավ, մենք տրամադրում ենք արհեստական բանականության հիման վրա ստեղծված մի հարթակ, որով կապում ենք պացիենտներին, բժիշկների եւ լաբորատորիաների հետ։ Պացիենտների համար մենք տրամադրում ենք արհեստական բանականությունով աշխատող բժշկական օգնական, որտեղ իրենք կարող են բարել իրենց ամբողջ առողջական տվյալները, արհեստական բանականությունը կրթվում է այդ ինֆորմացիայի վրա։ Եվ ցանկացած խնդիրի եթե ունես, դու կարող ես քննարկել, ինքը հաշվի կառնի ամբողջ պատմությունը եւ քեզ կօգնի։ Այդտեղ ունենք նաեւ լաբորատոր հետազոտությունների վերլուծության հնարավորություն, երբ որ պացիենտը կարող է ներբեռնի իր լաբորատոր հետազոտության արդյունքները PDF-ով կամ նկարի տեսքով, ու մենք դա վերլուծում ենք։ Բայց այս ամենին գալիս ենք նաեւ մի ուրիշ կողմից, հա։ Մենք նաև ինտեգրվում ենք լաբորատորիաների հետ, որպեսզի այդ գործը ավելի ավտոմատացնենք, այսինքն երբ որ մարդը գնում է լաբորատորիա եւ հանձնում է ինչ-որ անալիզ, մենք արդեն ինտեգրված ենք լաբորատորիայի հետ, ու այդ պարագայում լաբորատոր հետազոտության արդյունքները ինտեգրված համակարգով գալիս են մեզ, մենք վերլուծում ենք, ու միանգամից արդեն վերլուծությունը հետազոտության արդյունքների հետ ուղարկվում է պացիենտին։ Երբ էր եւ ինչը առիթ դարձավ, որ ստարտափը հիմնվի։ Դա էր 2021 թվականն էր։ Հետ-կովիդյան շրջան։ Երևի ոչ հետ-կովիդյան, այլ հենց ակտիվ ընթացքներ։ Այդ ժամանակ ես ու իմ համահիմնադիրը Գևորգը նոր ենք վերադարձել Ռուսաստանից։ Մենք սկզբից գնացել ենք այնտեղ ասպիրանտուրա սովորելու։ Մեր առաջին ոնց որ քայլերը բիզնեսի այնտեղ արեցինք։ Հետո 21 թվականին վերադարձանք Հայաստան ու միացած պատմություն եղավ։ Մեր ծանոթներից մեկը այտենց շատ այտենց բարդ հիվանդություն էր, որը չէին կարող ախտորոշեին ու բուժեին։ Ու մեր այլ ընկերներ փորձեցին գտնել դրսից մի հատ բժիշկ, հա, Եվրոպայից, կապեցին լոկալ բժշկի հետ, իրար հետ ոնց որ խելքի տվեցին, հասկացան թե ինչ խնդիր է ու կարողացան բուժել։ Ուտեղ այդ իդեան եկա, որ ինչ լավ կլինի, եթե ունենանք մի հատ հարթակ, սկզբից լրիվ ուրիշ բան էինք բացարկում, հա։ Հարթակ, որտեղ զարգացող երկրների բժիշկները կկապվեն Միացյալ Նահանգների, Եվրոպայի լավագույն բժիշկների հետ։ Այսինքն թիրախը հայաստանյան այդ պացիենտներն ու բժիշկները չէին, ընդհանրապես Հայաստանը չէր թիրախում, ճիշտ եմ հասկանում։ Հա, մենք չնայած միշտ ուզեցել էինք Հայաստանում մի բան անել, բայց ստարտափի տեսանկյունից ոնց որ միշտ 3 բան է կարևոր՝ թիմ, product ու market։ Ու մարքեթի առումով շատ կարևոր է ավելի մեծ մարքեթ ընտրելը։ Դե միշտ ասում են, չէ, որ այնինչ ուզում ես ստեղծել ու վաճառել, պիտի այն չլինի միայն քո տեղական շուկայի համար, պիտի նաև հետագայում մտածես ապագայում ոնց պիտի դա դուրս գա այլ շուկաներ։ Շատ ճիշտ է, ու այդպես մենք ոնց որ որպես նախնական շուկա ընտրել ենք Հնդկաստանը, որպես զարգացող երկիր ու շատ մեծ, այդպես լիքը սխալներ արեցինք այդ ընթացքում, փորձում ենք Հայաստանից վաճառքներ անել այդ հոսպիտալներին տալ այդ հարթակը, որպեսզի կապեին, ու այդ ժամանակ շատ բաներ չենք հասկանում։ Որոնք էին սխալները, եթե օրինակներով կհիշեք։ Մի քանի բան որ կարամ ասեմ, մեկը այն էր, որ տենց շատ խորը չենք հասկացել, թե ում համար ինչ ենք սարքում, ու պարզվեց ստիպված ոնց որ ես տեղափոխվեցի Հնդկաստան մի որոշ ընթացք, որպեսզի այդ վաճառքները կարողանամ անել։ Առաջին սխալը այն էր, որ Հայաստանից փորձում ենք Հնդկաստանում
ոչ մի փորձ ունենալով վաճառքներ անել։ Բայց շուկան ուսումնասիրել եք նախապես։ Ոչ բավարար, հենց դա ոնց որ սխալներից մեկն էր, երկրորդը այն էր, որ օրինակ, չգիտեմ, նույն բժշկի էգոյի հետ խնդիր ունենք, երբ որ լոկալ հանդիկ բժիշկը ասում էր, դե ոնց որ ինչու ես պիտի Ամերիկայի բժշկի հետ զրուցեմ, ես եմ լավ բժիշկ։ Ու ի վերջո ստացվեց երկու հոսպիտալ ներգրավելը, բայց մոդելը այնքան բարդ էր ու այնքան հենց անգլերեն տերմին կա scalable չէր, այնքը դժվար էր տարածելը այլ հոսպիտալների, որ այդ ժամանակ որոշեցինք, որ պետք է փոխենք մեր ստարտափի լեզվով կոչվում է pivot անել, այսինքն ամբողջ ֆոկուսը փոխել ուրիշ ուղղությամբ։ Դա ստարտափի համար ռիսկային չէ ամեն դեպքում եւ ոչ թե նաեւ ռիսկային, այլ շատ այսպես, չգիտեմ, ինտրիգային ինչ որ կա, այլ վախեցնող կարող է գուցե չհաջողվել եւ վերջ դռները փակում են, գնում ենք տներով։ Դրա համար ոնց որ ստարտափները տարբերվում են այտենց մեծ կազմակերպություններից, որոնք որ ստարտափ չեն։ Ստարտափում երևի ամեն օր դու ինչ որ մի որոշում ես կայացնում ու այդ pivot անելը Իսկն երբ որ դու քո մի բան ես սարքում, հիմա որոշել ես ուրիշ մարդկանց համար ուրիշ բան սարքել, նորմալ պրակտիկա է, դրա կարևորությունը կայանում է նույնիսկ ճիշտ ժամանակին հասկանալը, հա, որ դու պնդաճակատ չլինես, որոշել ես եմ սարքելու, միջև վերջ գնամ դա սարքեմ, այնինչ ոնց որ հասկանաս, թե որտեղ են խնդիրները, ինչն է փոխվում մարքեթում, որտեղ ավելի մեծ առավելություն կա, ու ճիշտ ժամանակին այդ որոշումը կայացնես, որովհետև հակառակ դեպքում կարող ավելի կարճ կյանք ունենաս։ Այ հետաքրքիր է, երբ սկսեցիք արդեն աշխատել Հայաստանյան շուկայում, արձագանքները ինչպիսին էին, թե բժիշկների կողմից եւ թե օգտատերերի, որոնք ոչ միայն բժիշկներ են, առհասարակ հայ բժիշկները եւ կարծում եմ բոլոր բժիշկները միշտ զբաղված են ու կարծում են, որ ես նմանատիպ նոր գաղափարները իրենց գործը կարող է ավելի շատ դժվարացնեն, ավելի շատ իրենց ժամանակից խլեն, որը ընդհանրապես իրենք միշտ չի որ ունենում են եւ թերահավատորեն են մոտենում նման գաղափարներին։ Ոնց հաջողվեց ձեզ ներգրավել։ Մենք Հայաստան նոր ենք մտել, ոնց որ մեր ամբողջ պատմությունը եւ ֆոկուսը եղել է Միացյալ Նահանգները եւ Եվրոպան, այսինքն Հայաստանի փորձը դեռ մեծ չի։ Բայց կարող եմ ասել, որ այդպես շատ միանման են բոլորի այդ բաները, անհանգստությունները աշխարհի մակարդակով։ Բժիշկների մասով, այտենց մեզ շատ են ասում, այս արհեստական բանականությունը եկել է բժիշկներին փոխարինելու, մեր գործը խլելու եւ այլն։ Ու մենք այտենց անընդհատ պնդում ենք, որ չէ, դա այդպես չի, արհեստական բանականությունը եկել է ոչ թե բժիշկին փոխարինելու, այլ բժիշկին ավելի էֆեկտիվ սարքելու, հա։ Օրինակ Ու դա միայն բժշկության ոլորտում չի, չէ՞, պիտի գործիք դարձնել դա եւ ոչ թե ինքը քեզ աշխատեցնի, այլ դու իրեն։ Միանշանակ, ոնց որ ու մենք ոնց որ մարկային պատմության մեջ այտենց բազում անգամներ տեսել ենք, էլի, թե ոնց է ինչ-որ մի նոր բան հայտնվում, նոր տեխնոլոգիա ու սկզբից վախեր են, հետո դա ի վերջո բերում է մարդկանց կյանքի բարելավմանը։ Եթե հետ կան բժիշկներին, երկու կարևոր բան կարող եմ նշել, որոնք որ կարող են բժիշկների կյանքը ավելի թեթևացնել։ Մեկը, օրինակ, եթե նայում ենք ստատիստիկային, Միացյալ Նահանգներում կարծում եմ Հայաստանում էլ են երևի շուտով արդեն տենց է լինելու կամ արդեն այդպես է։ Բժիշկը պացիենտի հետ անցկացնում է միջինը 16 րոպե ժամանակ։ Մոտ այդքան էլ ինքը անցկացնում է այդ իր վարչական ինչ-որ հարցերը լուծելու, հա, չգիտեմ, անցկացնել ծրագիր, թղթերը հավաքել եւ այլն եւ այլն։ Ինչ-որ բաներ, որոնք կապված չեն ընդհանրապես պացիենտի խնամքի հետ։ Մենք նույնիսկ հիմա Հայաստանում տեսնում ենք, չէ՞, քանի որ Արմեդը արդեն ոնց որ դարձել է պարտադիր, շատ հաճախ գնում ես բժշկի մոտ կոնսուլտացիայի ու տեսնում ես, որ ինքը ոնց որ դեմքիդ նույնիսկ չի նայում, հա, ինքը քո զրուցում է ու կլավիատուրայով հավաքում է այդ քո ամբողջ գանգատները։ Այդ մեղադրելու չի, որովհետև շատ սահմանափակ է ժամանակը, այնինչ օրինակ այդ քայլը արհեստական բանականությունը կարող է լուծել, հա, այսինքն կարող է ձայնագրել խոսակցությունը, վերածել բժշկական բաների, հա, ռեկորդների, տվյալների ու ներմուծել ծրագրի մեջ։ Այսպիսով խնայելով բժշկի ժամանակը կամ եթե այդ մի խնդիրն է, հա, ոնց որ բժշկի ժամանակը հնարավոր է խնայել պացիենտի խնամքի ամբողջ այդ փուլերի մեջ, միջև նույնիսկ բժշկի մոտ գնալը, բժշկի գնալու ժամանակ, դրանից հետո։ Բայց մի ուրիշ մեծ խնդիր էլ կա, որի մասին երևի այտենց չեն սիրում բժիշկները խոսան, այդ սխալներն են,
որոնք որ էլի գլոբալ խնդիր է, հա, այսինքն նույնիսկ Միացյալ Նահանգները, որը համարվում է այս ոլորտի առաջատարը, Մեծ Ջոնս Հոփքինսը իրանց ոնց որ ամենահայտնի հաստատություններից է բժշկական, մեծ հոդված էր տպագրել, որտեղ գրված էր, որ մահերի 3-րդ պատճառը Միացյալ Նահանգներում այդ սխալ դիագնոզն է։ Այդ մենակ Միացյալ Նահանգներում տարեկան այնց արժանանում է, եթե չեմ սխալվում, 250,000 մահվան պատճառ։ Իսկ աշխարհում դրանք միլիոններ են, հա։ Իսկ արհեստական բանականության ճշգրտությունը այդ հարցում որքան է։ Տեսեք, արհեստական բանականության գեղեցկությունը կայանում է այնտեղ, որ ինքը ունի այդ անթարթվող, չգիտեմ, ոնց ճիշտ բառ ընտրեմ, ուշադրություն, հա։ Եթե մարդը ունի այդ մարդկային ֆակտորը սխալվելու, որ կարող ինչ-որ մի բան բաց թողնի եւ այլն, արհեստական բանականությունը այդ ամեն ինչը հաշվի առնում։ Դե երևի էմոցիաներ չունի դրա համար։ Էմոցիաներ չունի, չի հոգնում, չգիտեմ, տունը երեխաները չեն խանգարում ու տենց հազարատ քունը չի տանում։ Այսինքն ինքը կարող է հաշվի առնի ամբողջ պացիենտի բժշկական պատմությունը, բոլոր կապերը իր հետ հաստատի ու բերի վերջո ինչ-որ եզրահանգման, բայց ի վերջո մենք դրա համար ենք ասում, որ արհեստական բանականությունը չի եկել փոխարինելու, ինքը գործիք է, որի միջոցով ինքը կարող է բժշկին օգնել, ասել, այ գիտես ինչ կա, ոնց որ քանի որ սա այսպես էր, այնտեղ ցուցանիշները այսպես էին փոխվել, սա կարող նշանակի սրա մասին, այս մյուսի վրա ուշադրություն դարձրել։ Եվ վերջո բժիշկն է այն պատասխանատու մարդը, որ պետք է որոշում կայացնի, թե ինչ անի։ Ամեն դեպքում բժիշկները ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում իրենց օրվա քանի տոկոսն են ժամանակային հատկացնում արհեստական բանականության հետ աշխատելուն, ու նաև այստեղ շատ կարևոր է էլի հասկանալ ինչպես պիտի լեզու գտնել արհեստական բանականության հետ։ Այն միշտ ասում են, չէ, որ պիտի ճիշտ հարց տալ, որ ճիշտ պատասխան ստանալ, հարցերը շատ կարևոր են։ Բժիշկների դեպքում էլ պիտի ուսումնասիրել, չէ, ամեն դեպքում ինչն է ճիշտ հասկանում, ինչպես դիմել նրան, ինչ հարցնել, առաջընթաց կա այդ մասով, թե մասնագետներ կան, որոնք ամեն դեպքում աշխատում են լուծումներ գտնելու։ Տեսեք, երկու բան ստեղ ասեմ, հա։ Առաջինը այն է, որ ինչ վերաբերում է ստատիստիկային, վստահ չեմ, որ ինչ-որ թվեր կան, բայց միանշանակ տեսնում ենք, որ նույնիսկ Հայաստանում շատերը նույնիսկ ChatGPT-ն սկսել օգտագործել, որպեսզի ոնց որ բարդ кейսերը արհեստական բանականության հետ բժիշկների մասին է խոսքը քննարկեն, այդ թիվը գնալով աճելու է, վստահ եմ։ Այդ շատ ճիշտ նշեցիք, որ արհեստական բանականությունը մի հատ sense վատ հայերեն բառը չէ, կամ կարող է հայերեն չի խասյաթ ունենա։ Ինքը երբեք չի ասում, որ ես չգիտեմ, հա, երբ որ դու ինան ասում ես, այ գիտես ինչ կա, այս кейսը վերցրա, ու ինձ սա գծով դուր ես ինչը, ինքը նույնիսկ եթե չգիտի, կարող է խափի, ինչ-որ մի ձևով բերի հասցնի։ Եթե անգամ իրեն ասում ես, որ դու սխալ ես ասել, ասում են, վայ կներես, ես շփոթվեցի, կարող եմ նոր տարբերակ առաջարկել։ Դրա համար, օրինակ, շատ կարևոր է բժշկության մեջ տարանջատել ընդհանուր general այդպես գործիքները, ինչպիսին են ChatGPT-ին, ու գործիքներ, որոնք որ հենց բժշկության մեջ են, հա, նախատեսված, նրանք որոնք որ բժշկության մեջ են նախատեսված, շատ բաներ նույնիսկ պետք չէ բժշկին գրել արհեստական բանականությանը, հա, այսինքն երբ որ ինքը տվեց պատմությունը, ունդեղ կան տարբեր ոնց որ քայլերի հնարավորություններ, որը արդեն իր տակը ամբողջ այդ ալգորիթմը, prompt-ը, թե ինչպես արհեստական բանականությունը պահի, որպեսզի տա դիֆերենցիալ դիագնոզ կամ չգիտեմ այլ բաներ, դրանք արդեն տակը կան, նույնիսկ դրա անհրաժեշտությունը չկա։ Բայց ի վերջո, հա, ոնց որ շատ կարևոր է, եթե մեզ բժիշկներ են լսում, որ այն ինֆորմացիան, ինչ որ տալիս արհեստական բանականությունը, ոնց որ դա դիագնոզ չի, դա բուժում չի կարող լինել առանց բժշկի օգնող ձեռքի օգնող միտք էլի, այսպես ասած։ Որը շատ կարևոր է։ Հա, իհարկե։ Կարող է ինչ-որ մի պահի Հայաստանը տարածաշրջանի համար այդ արհեստական բանականություն եւ առողջապահություն այսպես համատեղությամբ հաբը ձևավորվել, թե դեռևս մենք շատ վաղ է որ դրա մասին խոսենք։ Երևի երկու բան ստեղ է պետք է նշել, միջև արհեստական բանականությունը, ոնց որ մենք ինչ կապիտալ ունենք, այստեղ պետք է նշել, որ ունենք տես ֆանտաստիկ բժիշկներ ու տես մեծ գիտելիք կա հավաքված բոլոր ուղղություններով,
ու այդ լավ է նա, որ այդ բժիշկները ամեն մեկը իրենց ոնց որ դպրոցն են, կոպիտ ասած, իրենց աշակերտներին են տալիս այդ գիտելիքը եւ այլն։ Այգին մեծ պոտենցիալ կա Հայաստանում։ Խնդիրները շատ են Հայաստանում։ Ու այդ խնդիրները վերաբերում են թե պացիենտներին, թե բժիշկներին, թե ընդհանրապես առողջապահության համակարգին։ Բայց կարծում եմ, եթե տենց հստակ ինչ-որ քաղաքականություն լինի, որտեղ ոնց որ կորոշվի, որ մինչև 6 թվականը պետք է առողջապահությունը համակարգը ամբողջովին տրանսֆորմացվի, օրինակ տենց օրինակ կա, եթե չեմ սխալվում, Սաուդյան Արաբիայում, իրանք պետական մասշտաբով որոշել են, որ մինչև 2030 թվականը ամբողջ healthcare-ը, առողջապահությունը իրենց մոտ պետք է տրանսֆորմացվի արհեստական բանականության միջոցով, այսինքն որոշել են, գրել են թղթի վրա, տվել են պահանջ, պեչատել են, հիմա ոնց որ մասնավոր ընկերությունները ստիպված ոնց որ անցնում են այդ ինովացիաների միջոցով։ Այսինքն կարծում եմ Հայաստանում նման ինչ-որ մի հատ վերևից գործիք է պետք, ձեռք է պետք, որպեսզի ոնց որ ասի, որ գնում ենք այս ուղղությամբ, ու եթե այդ ամեն ինչը լինի, վստահ եմ ունենալով լավ գիտական խելացի բժիշկներ, ունենալով էժան համեմատաբար ոնց որ գին, հա, կոնսուլտացիաների, վիրահատությունների եւ այլն, ու դրան էլ ավելացնելով տեխնոլոգիան, արհեստական բանականությունը հնարավոր է դառնալ hub, եւ կարող է արհեստական բանականությունը ազդել, որպեսզի գնիչեցում լինի այդ ոլորտում։ Ընդհանրապես արհեստական բանականության երևի ամենամեծ ազդեցությունը մարգարության համար դա նա է, որ ինքը ներթափանցում է բոլոր ոլորտներ ու բոլոր ոլորտներում ինքը բերում է գների իջեցման, հա։ Իսկ գների իջեցումն էլ բերում է մարդու խնայողությունների ավելացմանը, որը ի վերջո բերում է կյանքի որակի լավացմանը։ Նույն ձև առողջապահության մեջ, երբ որ բժիշկները դառնում են ավելի էֆեկտիվ, իրանք կարողանում են ավելի մեկ միավոր ծախսաժամանակում ավելի շատ պացիենտ բուժ զննել, կոնսուլտացիա անեն, բայց մյուս կողմից ես մի տեսակ նաև այն բանի կողմնակիցը չեմ, որպեսզի ես արհեստական բանականությունը բերի նրա, որպեսզի ասենք բժիշկը օրական 20 պացիենտ էր տեսնում, հիմա սկսի տեսնի 30, որովհետև արհեստական բանականությունը օգնում է։ Ես ավելի կողմնակից եմ, որպեսզի ինքը շարունակի այդ 20-ին տեսնել, բայց ավելի շատ ժամանակ անցկացնի պացիենտի հետ, ավելի արդյունավետ։ Այո։ Այ ձեր վերջին պիլոտային ծրագիրը, որ մեկնարկել եք, կուզեմ ավելի խորքային դրա մասին զրուցենք, նախ համագործակցությունը որ կողմերի հետ է, պետությունը որքանով է մասնակից այս process-ներին, եւ ավելի այսպես մանրամասն հասկանանք, թե ինչա հնարավոր իրականացնել այս քայլով։ Շատ լավ, մենք Հայաստանում առաջին անգամ blood cells լաբորատորիաների ցանցի հետ այս համագործակցությունը արեցինք, որտեղ տենց կարճ նկարագրեմ, թե ոնց է աշխատում, երբ որ պացիենտը գնում է լաբորատորիա անալիզ հանձնելու, ինքը տալիս է համաձայնություն, որ իր տվյալները գան դոկուս, երբ որ պատրաստ են լինում, գալիս են ինտեգրված համակարգով մեզ, մենք վերլուծում ենք ու ուղարկում ենք այդ վերլուծությունը պացիենտին, որտեղ կարող են ստանալ պարզ հասկանալի բացատրություններ, թե ի վերջո այդ ինչ-որ բան շեղված է, դա ինչ է նշանակում, չգիտեմ, կենսակերպի գծով, ինչ-որ խորհրդատվություններ, ռիսկերի գործոնների կառավարման գծով, ու շատ կարևոր է այստեղ նշել, որ մենք ամեն կերպ թե սկզբում, թե վերջում, նաև կախված շեղումներից արհեստական բանականությունը կարող է առաջարկել դիմել համապատասխան մասնագետի ու բացատրել, թե ինչ է պետք։ Ու նաև հնարավոր է տեսնել դինամիկային, չգիտեմ, ժամանակի ընթացքում ստանալ հիշեցումներ հաջորդ տեստերը հանձնելու համար, որովհետև շատ հաճախ ինչ-որ բաներ շեղված են, որոնք, չգիտեմ, մի քանի ամիս հետո վերահանձնման կարիք ունեն ու մենք դրա մասին մոռանում ենք։ Պետության մասով համագործակցությունում։ Պետության մասով պետք է ասեմ, որ նախ կարևոր բան է, որ մենք հաճախ չենք գնահատում, որ պետությունը չի խանգարում, այլ հակառակը խրախուսում է։ Այս բանը դա կարող եմ ասել, հուսում եմ, որ պետության առողջապահության նախարարության հետ միգուցե կգտնենք ավելի ընդհանրական partnership փոխհարաբերությունների մեխանիզմ, բայց կարևոր քայլն է, որ նախարարությունը խրախուսում է
տեխնոլոգիաների ոչ միայն այսինքն ստարտափների նույնիսկ գոյացման այս ոլորտում, որոնք որ կոնկրետ ֆոկուս կլինեն, հա, առողջապահության վրա, ինչ որ խնդիրներ լուծելու, իսկ խնդիրները շատ են։ Այ բուժառուների եւ պացիենտների համար կարծում եմ շատ կարեւոր է նաեւ տվյալների անվտանգության հարցը։ Դուք ո՞նց եք դա լուծում եւ կարող եք ասել, որ 100%-անոց ապահովություն կա այս մասով։ Այդ 100%-անոց բառը մի քիչ 99 վտանգավոր բառ է, կարող եմ ասել, թե ինչ պրակտիկա է աշխարհում, հա։ Բժշկական տվյալների անվտանգության գծով կա ամենաբարձր ստանդարտները, որոնք կոչվում են HIPAA, դա ամերիկյան ստանդարտներն են, ու քանի որ մենք սկսել ենք այնտեղից մեր գործունեությունը, մեր համար շատ կարևոր է, որպեսզի բոլոր այդ ստանդարտներին մենք համապատասխանենք, այսինքն պլատֆորմը ամբողջովին համապատասխանում է HIPAA ստանդարտներին, այտենց արդեն ունենք մի քանի 100,000 օգտատեր ամբողջ աշխարհից, այդպես։ Անհատ բժիշկը կարող է ինքնուրույն որոշում կայացնել եւ օգտվել այս հնարավորություններից, թե ամեն դեպքում պիտի հստակ ինչ-որ փաստաթղթավորված տարբերակներով եւ բուժհաստատությունը այդ որոշմանը գա նոր հնարավոր լինի։ Տեսեք, երկու տարբերակ կա, ինչպես ասացի, մենք սկսել ենք մարդկանց համար այդ օգնականը սարքելուց, հա, հետո շատ հետաքրքիր էր, որ տեսանք, որ այս մի քանի 100,000 օգտատերը, որ ունենք աշխարհում, իրենց մոտ 10%-ը նշել են, որ իրենք օգտագործում են բժշկական պրոֆեսիոնալ որպես գործիք, այսինքն իրենք կամ բժիշկներ են, կամ բուժքույր, բուժեղբայր, ու ոլորտում աշխատած մի խոսք։ Ու երկար ժամանակ ենք ծախսել, մոտ 1 տարուց ավել այդ գործիքի վրա ենք, որ առանձին բժշկի համար, որ առանց այդ ձեր ասած փաստաթղթավորման կարող է գա կայք, բաժանորդագրվել ու օգտագործել այդ գործիքը։ Ու շատ հուսով եմ, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա ընթացքում կունենանք այդ առանձին բժշկի համար նախատեսված օգնականը, որը շատ հարցերում իրեն օգնել է։ Շատ լավ, հաղորդումը արդեն ավարտին է մոտենում, եթե դուք կուզեք ամփոփել, կան հավելումներ, որոնց մենք գուցե չանդրադարձանք, ինչու կարևոր էր, գուցե խոսք կամ կոչ բժիշկներին, չգիտեմ, տեխնոլոգիաների ոլորտում աշխատողներին, խնդրեմ։ Քանի որ մենք առողջապահության մեջ ենք խորացած, երևի ավելի խոսքս ուղղված կլինի պացիենտներին ու բժիշկներին։ Պացիենտների մասով կուզեի ասել, որ մանավանդ Հայաստանում շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հետևեն իրենց առողջական վիճակին ու արհեստական բանականությունը ստեղ եկել է իրենց որպես օգնական, չհասնի են դանակը ոսկորին հայկական ասվածին, հա, այսինքն նախապես եթե ինչ-որ սիմպտոմներ ունեն, հիմա դառել է կյանքը ավելի հեշտ, դրանք գոնե թե ինչ-որ արհեստական բանականության հետ խորհրդակցել, հասկանալ թե ինչ է իրենց հետ կատարվում ու ավելի լավ կառավարել իրենց առողջական կյանքը, ու հիշել, որ անպայման ի վերջո ոնց որ բժիշկն է կարևոր, վերջում դիմել բժիշկին։ Միշտ չի, չէ, որ պիտի արհեստական բանականության խորհուրդները լսել։ Այո, ուժում սկսելու համար։ Այո, ու տեղ նորից, հա, ոնց որ արհեստական բանականության համար, որպեսզի ինքը կտա ճիշտ պատասխաններ, շատ կարևոր է ամբողջ պատմությունը, հա, բժշկական ու միգուցե երբ որ դու տալիս ես ինչ-որ սահմանափակ ինֆորմացիա, այդ այն բավարար ինֆորմացիան չի, որ դու արհեստական բանականությունը դրա հիման վրա կտա ռելևանտ ճիշտ պատասխան։ Ինչ-որ մի բան կարող է դուք բաց եք թողել ու ինքը ձեզ շեղի, հա։ Դրա համար եթե օգտվում եք առողջության գծով, օգտվեք այտենց ոնց որ կոնկրետ դրա վրա սարքած առողջության համար նախատեսված մոդելներ օգտագործել կամ պլատֆորմներ, որոնք մենակ այդ հարցով են զբաղվում։ Ինչ վերաբերում է բժիշկներին, երևի տենց կարճ այն է, որ արհեստական բանականությունը երբեք չի ձեզ փոխարինի։ Մի վախեցեք։ Մի վախեցեք, ինքը հակառակը եկել է ձեզ ավելի օգնելու, ձեր ժամանակը խնայելու, որպեսզի դուք ոնց որ ավելի շատ ժամանակ անցկացնեք ձեր ընտանիքի հետ ու ավելի բավարարված լինեք ձեր աշխատանքից։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, հետաքրքիր մտքերի, այսպես կարևոր գործի նաև, իսկ մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Թարմ ուղեղով զրույցների գործ ալիքի եթերում լսում, մենք կհանդիպենք, լավ եղեք։